Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հեծը խլելու մտադրությունն էր, Ռոմանոս Պետրոսյանն էլ թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն։ Ժողովուրդը նշում է, որ պետությունը փորձում է թելադրել, ինչպես պետք է մտածի արվեստագետը։ Հրապարակը հայտնում է, քպականները դժվարանում են ասել, ինչու է Ալեն Սիմոնյանն առաջնորդի բարեհաճությունը կորցրել։ Ժողովուրդը նկատում է, որ շվեյցարական անձնագրում պատկերված լեռներն այդ երկրի տարածքում չեն, բայց դա չի համարվում տարածքային պահանջ։ Հրապարակը տեղեկացնում է, որ Արտաշես Մայիլյանն ազատման դիմում է գրել ու հեռացել։ Ժողովուրդը մեջբերում է մտավախություն կա, որ Փաշինյանն արտահերտ ընտրությունների կգնա։ Հրապարակը գրում է. Արցախցիները կասկածում են, որ իշխանությունները սպասում են Ալիևի հերթական սրացումներին, որը կմեղմեն Արցախի ներկայացության շենքը խլելով։ Ժողովուրդն էլ գրում է. կաթողիկոսի հեռացման հարցում նա անց չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները։